Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր հունիսի 22։ Տիրոջ երկյուղը կավելացնե օրերը եւ ամբարիշտների օրերը կկարճանան։ Առակաց 10-րդ գլուխ 27-րդ խոսք։ Այս խոսքի վերաբերյալ կասկած լինել չի կարող։ Տիրոջ հանդեպ երկյուղացությունը բերում է առաքինի սովորությունների եւ դրանք կանխում են այն կյանքի վատնումը, որը ծագում է մեղքից ու արատներից։ Այն սուրբ խաղաղությունը, որ ծնվում է Տեր Հիսուսին հավատալուց, նույնպես մեծապես օգնում է մարդուն հիվանդության ժամանակ։ Յուրաքանչյուր բժիշկ ուրախ է ունենալ այնպիսի հիվանդ, որի միտքը լիովին հանգիստ է։ Անհանգստությունը կործանում է, իսկ Աստծո հանդեպ վստահությունը անուշահոտ բալասան է։ Ուստի մենք ունենք բոլոր նախադրյալները երկար կյանքի համար, եւ եթե դա իսկապես մեր բարին է, ապա կհասնենք պատվական ծերության եւ մեր գերեզմանները կիջնենք ինչպես իր ժամանակին հասունացած ցորենի խուրձերը։ Թող մահվան հանկարծակի սպասումով չհաղթահարվենք ամեն անգամ, երբ մեր մատները մի փոքր ցավեն, այլ ավելի շուտ ակնկալենք, որ դեռ երկար օրեր շարունակելու ենք աշխատել եւ ապրել։ Իսկ եթե շուտով կանչվենք վերև, անշուշտ նման կոչի մեջ սգալու ոչինչ չկա, այլ միայն ուրախանալու պատճառ։ Ապրենք թե մեռնենք, մենք Տիրոջն ենք պատկանում։ Եթե ապրում ենք, Տեր Հիսուսը մեզ հետ կլինի, իսկ եթե մեռնենք, մենք կլինենք Տեր Հիսուսի հետ։ Կյանքը ճշմարտապես երկարացնելու լավագույն միջոցը լիարժեք ապրելն է, քանի որ ապրում ենք ժամանակը չվատնելով, այլ յուրաքանչյուր ժամը ծառայեցնելով ամենաբարձր նպատակներին։ Թող այդպես լինի նաև այսօր։